Շարունակում ենք ուրիշ նորությունները։ Իհարկե այս ժամին մենք տաղավարում ունենում ենք հյուր, իսկ թեման շատ հետաքրքիր է։ Բոլորս երևի թե կյանքում գոնե մեկ անգամ լսել ենք արտահայտություն շունը մարդու բարեկամն է։ Իսկ ինչ է մտածում շունը մարդու մասին։ Այդ ամենի շուրջ կխոսենք եւ կարծում եմ շատ հետաքրքիր բացահայտումներ կլինեն շների հոգեբան Ռոլանդ Պողոսյանի հետ։ Բարև ձեզ Ռոլանդ։ Բարի լույս։ Ողջույն։ Ես ամենչապես ուզում եմ միանամ, հա, Սուսանայի ներկայացումից հետո շունը ոչ թե մարդու բարեկամն է, այլ շունը կարելի ասել մարդու ընկերն է, որտեվ այն մարդիկ, ովքեր շփվել են այդ կենթանու հետ, պահել են շուն եւ գիտեն թե ինչ է դա իրենից ներկայացնում, կարծում եմ, որ թե իրոք շունը շատ հաճախ դառնում է ընտանիքի անդամ, այդպես է։ Շատ հաճախ չէ, մեծամասամբ, այո, դա այդպես է, շատ հրաշք կենդանիներ են, շատ հրաշք բնազդներով, բնության կողմից ներդրված ծրագրերով, հավատարիմ աշխատասեր, նվիրված, մի խոսքով սպիտակ, այսպես ճերմակ հոգով, ոնց որ ասում են։ Ռոլանդ, բայց եթե անկեղծ դինեմ, շատ եմ լսել շուն վարժեցնող, բայց շան հոգեբան առաջին անգամ եմ լսում։ Ինչ է դա նշանակում։ Տարբերությունը ձեզ բացատրեմ։ Ես ներկայանում եմ շների հոգեբան վարժեցնող, ես առաջին հերթին կարողանում եմ շներին ծանր հոգեբանական պրոբլեմներից, այսինքն խնդիրներից ձերբազատեմ, այո, ագրեսիա, վախեր եւ այլն, այն նոր դուք շեշտեցիք ձեր հարևանի շունը, դա ծանր հոգեբանական ստրեսային վիճակ է, ես կարող եմ շներին օգնեմ եւ իրանք ձերբազատվում են այդ հոգեվիճակից, դե վարժեցնելն էլ արդեն դա մարդու կողմից հնարված մի երևույթ է, որը օգնում է մարդուն մանիպուլացնել, աշխատացնել շանը։ Իսկ բացի հրահանգներից, եթե հրահանգը մենք տեսնում ենք կողքի վեր կաց նստի կամ թաթը տուր կամ կողքի սարի, այդ ամեն ինչը տեսանելի է։ Իսկ հոգեբանությունը արդյոք օբյեկտիվ է վերծանվում, թե դա սուբյեկտիվ կարելի է պատկերացնել, թե ինչ է ուզում շունը այդ պահին։ Որքանով ճշգրիտ է շան հոգեբանությունը։ Ես տեսնում եմ շատերը միգուցե ոչ, բայց օրինակ շատ մարդ կա, որոնք փորձառու են, արդեն 1, 2, նույնիսկ 3 շուն են ունեցել իրենց ամբողջ կյանքի ընթացքում, որոշակի կարողանում են կարդալ, այսպես ասած, շան շարժ ու ձևից, հայացքներից եւ այլնից, բայց մեծամասամբ էլ ոչ, ես հասնում եմ օգնության։ Այ դուք ասացիք մանիպուլացնել շանը, իսկ լինում են դեպքեր արդյոք, որ շունն է մանիպուլյացիայի ենթարկում տիրոջը, այն խեղճ հայացքը, այդ դե վնգստալ երևի թե ճիշտ բառ չէ, որպես ինչ-որ մի համով բան ստանա կամ իր ուզածին հասնի։ Իհարկե, մեծամասամբ իրանք լինում են փոքրիկ մանիպուլատորներ, ոնց որ մենք կոչում ենք։ Ոչի շարժել է։ Ամեն ինչով նույն կերպ իրանք են մեզ տեսնում եւ կարդում, այսպես ասած, ավելի խորը, քան մենք իրանց, որովհետեւ իրանց հնարավորությունները ֆիզիկական, այսինքն բնությունը իրենց օժտել է այնպիսի հնարավորությունները, որ իրանք կարողանում են տարբեր մեր զգացումներ միանգամից ըմբռնել մեր արյան բանից, բաղադրությունից, այո, բառն եմ մոռացել մեր։ Ռոլանդ, հուզական, ջղային եւ այլն, պանիկ այդ ամբողջը։ Եմ ասում եի ասել ցանը կանչի Սերոբ Օհանյան, որովհետև Սերոբ արդեն մի քանի թվարկման ընթացքում գալիս են ուրիշ նորությունների մասին խոսել, շունիկները 4 շուն ունի եւ այդ շունիկներին իր կյանքն է։ Մի մեծ բանակ։ Հա, այո։ Ամեն դեպքում, տես օրինակ ես ինչպես եմ պատկերացնում, վարժեցնողը լրիվ ինչ որտեղ այլ մասնագիտություն է, հոգեբանը լրիվ այլ մասնագիտություն, որտեղ օրինակ մարդկանց մեջ չէ շատ հաճախ ասում ենք այս մարդը ինչ որ խնդիրներ ունի, ինչ որ սահմանափակումների մեջ է մտել ինքը, դե վարժեցնելը ես հասկանում եմ, թե ինչ է դա մեծ հաշվով իրենց ներկայացնում, բայց նաև կարծում եմ, որ ամեն շուն ցեղատեսակ հա ներկայացնելով իրեն յուրահատուկ մոտեցում է պահանջում, այդպես է։ Ասենք տարբերվում են իրենք։ Գիտեք, այսպես կարող եմ մեկնաբանել, եթե բաժանենք շներին երկու խմբերի,
ծառայողական եւ ոչ ծառայողական, միայն այդպես։ Ընդհանուր առմամբ երբ մարդն է սկսում ծառայել շանը։ Ընդհանուր առմամբ բոլորը նույն կերպ կարող են ենթարկվել։ Կարող են ենթարկվել, եթե ունեն կարիք, իսկ կարիքը ես միշտ հումորով ասում եմ, ինչպես մեր մոտ կյանքում մենք գումարի կարիք ունենք, հա, դրա համար աշխատում ենք, դա վաստակում ենք, նույն կերպ դա իրենց համար սնունդն է, չէ՞, իրենք հայթայթում են եւ այլն։ Այդ ճանապարհով ոնց որ ասում են, մենք թղթի համար ենք աշխատում, իրենք ուղիղ ֆիզիկապես ուտելու, այո։ Այդ նշեցիք շատերի համար կամ հիմնականում ընտանիքի անդամ է դառնում շունը։ Իսկ կա արդյոք սահման, որը չի կարելի անցնել։ Այ օրինակ ասում են ցեղանից ուտելիք տալը, ոմանք ողջունում են, ոմանք համարում են, որ դա սխալ է, շունը պետք է իր եւ ամանը ունենա, եւ տեղը ունենա սնվելու, կերակրվելու, կարող է խախտելով այդ սահմանը կործանարար լինի թե շան համար, թե տան։ Իհարկե, բացատրեմ։ Ինչպես որոշել այդ սահմանը։ Յուրաքանչյուր պարագայում, յուրաքանչյուր կոլեկտիվում պետք է լինի կարգապահություն, դիսցիպլինա, բանակային կանոններ, այո։ Նույնիսկ ձեզ մոտ դա գործում է եւ կա, առանց դրա ոչ մի կերպ չեք կայացնի ոչ մի հարաբերություն։ Դա շատ կարևոր է։ Մենք բոլորս մեր կյանքում պետք է ունենանք մեր տեղը աշխատավայրում, առհասարակ տան կենցաղում, դա մեզ օգնում է մնալ ձիգ եւ բանակային, ոնց որ ասում են, մի փոքրիկ ռեժիմ ապրել, որը շատ ճիշտ է եւ պետք է։ Նույն կերպ ես վարվում եմ շների հետ եւ բոլորին քարոզում եւ սովորեցնում եմ ինչպես պետք է այդ փոքրիկ բանակային կյանքը մտցնել իրենց կյանք։ Ռոնալդ, ես Facebook-ում հազարավոր տեսահոլովակներ եմ տեսել, հա, թե ինչպես շունը կանխազգալով վտանգը փրկում է մարդու կյանքը։ Ընդունենք նստած է նստարանին, գալիս է մարդուն քաշում է նստարանից, գցում ես մարդը ուզում է խփի շանը թեխի գցեր, մեկ էլ այդ նստարանին փախվում է մի ինչ-որ մեքենա։ Ուզում եմ ասել այդ կանխազգացող զգայարանները ունեն։ Շների մոտ բոլորի մոտ է այդպես, թե տարբերություն կա ամեն դեպքում, օրինակ գերմանական ավճարկը, հա, ասպես ասեմ, շատ մարդիկ նաև ասում են, որ իմ շունը ամենախելացին, իմ շունը ամենախելացին է, արդյոք կա այդ տարբերություն, հա, շների միջև խելացի կամ մի քիչ խելացի կամ շատ խելացի։ Ֆիզիկապես ուժեղ, ավելի ֆիզիկապես կայուն, օրինակ դուք գերմանական հովաշուն օրինակ բերեցիք, իրանք շատ ունիվերսալ ծառայողական շներ են, զգայարանների մասին այսպես կարող եմ ասել, ոչ բոլորը, բայց մեծամասամբ ունեն մի քանի դարակ ավել, ոնց որ ասում են, այդ մի շարիկ մի քանի շարիկ ավել։ Այո։ Մեր կյանքում էլ է այդպես լինում, օրինակ, չգիտեմ, մեզ չենք կարող համեմատել Էյնշտեյնի հետ, ենթադրենք, հա, մոտավորապես այդպես կարող եմ համեմատական անցկացնել։ Այո, լինում են։ Իսկ շների մեջ կարող ենք ասել, որ կան տաղանդավոր շներ, հանճարեղ շներ։ Իհարկե, կամ դեբիլ չէ, կարող են լինել ստանդարտ ինչ-որ, եւ կարող են լինել մի փոքր, օրինակ այդպիսի տարբերվող շներ են Ռոթվելերները։ Իրանք ինտելեկտով ահագին առաջ են եւ շատ-շատերը իրենց զիջում են աշխատանքային որակներով, ուղեղի աշխատանքով եւ այլն։ Իսկ հետախույզ կամ սահմանապահ շները արդյոք ամենախելացին չեն։ Ամենը չկա այդպիսի, ոչ, իրանք բոլորն կատարում են նույն աշխատանք, մեկը մի քիչ լավ, մեկը մի քիչ վատ, այսպես կարող եմ ասել։ Այդպիսի մի կատակ կա, թեև միգուցե շատ էսթետիկ չի, երբեմն ասում են, որ շունը տիրոջն է նման կամ տերը շունն է նման։ Սա վիզուալի մասին է, բայց կա նաև կարծիք, որ շան տրամադրությունը շատ անգամ պայմանավորված է ընտանիքի միջավայրի աուրայի տրամադրությամբ, օրինակ եթե շունը անվերջ հաչում է եւ ագրեսիվ է, նշանակում է գուցե եթե դու հյուրընկալվես այդ մարդկանց տուն ամեն ինչ շատ բարեհամբույր է, բայց այնուամենայնիվ ներսում կա ագրեսիվ ինչ-որ տրամադրություն, որքանով դա ճիշտ է եւ արտացոլում է իրականությունը։ Դա 100% ճիշտ է, տան աուրան, տան միջավայրը միանշանակ արտացոլվում է շան վարքագծով, այո, տրամադրությամբ, իհարկե։ Շունը ժամանակի ընթացքում դառնում է ձեր մի մասնիկը,
դառնում է ձեզանից, այսպես ասած։ Դե ֆիզիկապես չէ, բայց հոգեպես Ընտանիքի լիարժեք անդամ։ Իհարկե, ես դրա համար միշտ սովորեցնում եմ մարդկանց ճիշտ կառավարել իրենց էմոցիաները, որպեսզի այդ ամենը բացասաբար չազդի շների վրա եւ իրանք լինեն էմոցիոնալ կայուն, որովհետեւ էմոցիաների շատ բարձր այդ զգացողություններից են առաջանում բոլոր խնդիրները շների մոտ։ Բարձր էմոցիոնալ ֆոնը միշտ խանգարում է թե մարդկանց, թե շներին։ Իսկ չափազանց շատ սիրելը, գուրգուրելը, չափից շատ, դա էլ է վտանգավոր։ Վտանգավորության հարց չկա, ես միշտ սովորեցնում եմ վարվել հետևյալ կերպ։ Սկզբից աշխատել ստանալ, հետո նոր տալ, չափի մեջ։ Եվ մի շատ այդպիսի հումոր ունեմ, ասում եմ նույնիսկ ամենա անմեղ լոլիկը երբ որ շատ ուտես չարաշահես, դա լավ չի։ Ամեն ինչի շատը լավ չի։ Հիմա Ռոլանդ, դուք որ շրջում եք Երևանի փողոցներով, ասենք ոդկով, ինչելով թե սոց զբոսանքի օրն է այսօր անպայման քայլեք։ Դե զբոսանքը քայլելը առողջարար է։ Ես համոզված եմ դուք եք շատ շներ տեսնում փողոցներով։ Իհարկե։ Ավելի շատ քան 10-15 տարի առաջ։ Ես անկեղծ ասած երկրաշարժից հետո, դե ես ծնունդով լենինականցի եմ, ենթարկվել եմ շների հարձակման։ Դե այն ժամանակ հասկանում եմ, թե ինչ որտեղ ինչու, որտեղ սնունդ չունեին շները։ Դե այն ժամանակ մարդիկ դեռևս խնդիր ունեին, նաև հոգեբանական, այդ փոխանցման հետ կապված եմ ասում։ Բայց հիմա որ ես տեսնում եմ, հա, փողոցներում շները ավելի հանգիստ են դարձել, ավելի չգիտեմ, ուզում են մարդկանց հետ շփվեն, ավելի անվնաս են։ Ինչպես կարելի է զգալ, որ կոնկրետ այդ շունը կարող է իր մեջ վտանգ պարունակել կամ լրիվ հակառակը, հանգիստ նորմալ է։ Բացատրեմ հիմա հերթով գանք շները սովից երբեք չեն հարձակվում մարդկանց վրա, դա շատ սխալ կարծիք է, որ ասում են սոված շները հարց է, դա հին մոտավորապես 1910 թվի պապական, տատական ինչ-որ մեկը ասել, գնացել է, այդպես մնացել է։ Շների հարձակումը մարդկանց վրա դա մեր հասարակության դեմքն է եւ հայլին, այն ինչ որ մարդիկ տալիս են մեր հասարակությունը, հա, ինչ որ մի զանգված ոչ բոլորը, այն ինչ դուք տալիս եք, այն էլ բնությունից հետ եք ստանում։ Շատ ցավոտ թեմա, ինձ շատ են այդ թեմայից հարցեր տալիս։ Այսինքն իրենք ագրեսիա են զգում, հա, մարդուց։ Ոչ, ինչ որ մեկը, ինչ որ կերպ մի բացասական քայլ է անում, հա, ասենք կենթանու նկատմամբ եւ դա արտացոլվում է այլ այսինքն հետո դա բացասաբար է ազդում մեկ այլ մարդու վրա, ով ընդհանրապես կապ չունի եւ մեղավոր չի, դա տեսակի խնդիր է։ Շունը տեսնում է մեր տեսակը, չէ՞, մենք էլ կենթանա տեսակ ենք ինչ որ բնությունից, հա։ Եվ այդպես ինչու են կենթանիները մեծ քաղաքներում, որտեղ կա մի ստվար զանգված, հա, մարդկանց, ովքեր սիրում են, կերակրում են, կոնտակտի են գնում շների հետ, ավելի մեծ քաղաքներում շները ավելի բարյացակամ են, ավելի այդպես խուլ տեղերում, յուղերում բան ոչ, որովհետև էլի զուտ վերաբերմունքի հարց է, վերաբերմունքը շատ բացասական է մարդկանց կողմից, ցավոք սրտի։ Համաձայն որտեղ այսօր ես շատ հաճախ եմ տեսնում, որ փողոցներում ու մասնավորապես ագիների հարևանությամբ մարդիկ նույնիսկ գնում են ինչ որ կերակրատեսակ, այո, գնում են եւ շներին կերակրում են եւ դա փաստացի ազդում է նրանց պահվածքի վրա ընդհանրապես։ Իհարկե, ցավոք սրտի, նայեք, կուլտուրան կա, ինքը զարգացած է եւ զարգանում է, բայց ոչ այն տեմպերով, որով որ կլիներ ցանկալի, հա։ Ռոնալդ, դու ասացիր, որ դու սկզբից ուզում ես ստանալ, հետո նոր տալիս ես։ Շան հիշողության մասին եմ ես ուզում խոսենք, որտեվ անհավանական երևույթ է շունը կարող է չմոռանալ, հա, իր տիրոջը ընդհանրապես իր ամբողջ կյանքի ընթացքում։ Դա տեսողական զարգացում է, ասինքն ինքը դեմքով է ճանաչում իր տիրոջը, թե այսինքն հոտով, առաջին հերթին հոտով, հետո նոր վիզուալ։ Իրանք առաջին հերթին միշտ յուրաքանչյուր օբյեկտի մոտենում են քթով։ Հետո նոր վիզուալ են իրան տեսնում եւ կառուցում։ Իսկ ճիշտ է որ փոքր շները ավելի
Ավելի չար են, ավելի հարցակվող, որովհետև Չար քիչ են տեսնում մարդկային աչքերը, հիմնականում միայն ոտքերի մակարդակում։ Ոչ, փոքր շներին ուղղակի մարդիկ չափից ավելի շատ սիրում, գուրգուրում, գրկում եւ սեր են տալի, դրանից էլ իրենք լինում են էլի մենք հետ եկանք մեր էմոցիաների, էմոցիոնալ ոչ կայուն եւ ստրեսային վիճակում։ Դե մենք հիմա զգում ես, որ մենք տատական, պապական մակարդակի վրա ենք, ինչ որ ասել են, խոսել են, գիտեք, կոմոդ սու մաստագիտական է, բայց շատ հաճելի է դա ունիշը իմանալ, որտեղ օրինակ հիմա իմ ցանկություն առաջացավ, եթե ես էլ հիմա շուն տեսնեմ փողոցում անպայման կերակրեմ, որտեղ իրոք փոխվել է շների հենց վարկագիծն է փոխվել հիմա քաղաքում։ Ճիշտ է, երբեմն լինում են, բայց ես շատ հաճախ տեսել եմ, որ եթե ինչ-որ մեկը ենթարկվում է հարձակման, որ ասում են ինչի էլի, ինչ, դե ամեն մարդ իր մասն է մտածում, բայց հիմա ես հասկանում եմ, որ այդ շան նկատմամբ ինչ-որ մեկ այլ անձ վատ վերաբերմունք է դրսևորել ու պատասխանը ստանում է մեկ այլ վատ։ Ով մեղավոր չի, միշտ հիմնականում լինում է այդպես, գիտեք, ցավոք սրտի միշտ լինում է այդպես, ցավոք Բայց սրտի։ հետաքրքիր մինուտ կա, արդեն երևի 10 օրից ավել շրջանառվում է համացանցում, եթե չեմ սխալվում, Լոնդոնում մի կին փրկել է ագրավիձակին եւ պահել է այն աստիճանի է հասցրել, որ հետո կազդուրվել է կենթանին թռչունը եւ կարողացել է թռչել։ Մայրը այդ ագրավի անverջ ինչ որ բարիքներ է բերում իր պատկերացմամբ։ Ավելին ասում, ամբողջ տան տարածքը սեփական տանն է ապրում այդ կինը։ Ուրիշ ագրավներ են գալիս ու ինչ որ բաներ, թե պսպղուն, փայլփլիկ լավություն է անում եւ շնորհակալ։ Եվ իրենք ունեն վիզուալ հիշողություն, հիշում են այդ կնոջը։ Այսինքն այս ձեր բացատրությամբ, որ կարող է մեկ այլ մարդ նեղացրած լինի շանը, բայց շունը օրինակ վնասի երեխաներին կամ ինչքան շատ են վերջին շրջանում դեպքերը դպրոցից վերադարձող երեխաներին կծել են եւ Ոչ հաճախ, բայց լինում է։ Ագրավների մասին ասեմ, իրենք կոնկրետ հիշում են մարդուն։ Ավելի քան ինտելեկտուալ են, շունը շատ պրիմիտիվ տեսակ է ագրավի համեմատ։ Իհարկե, ագրավները շատ ինտելեկտուալ տեսակ են, շատ։ Իհարկե, ձիեր, ագրավներ, դելֆիններ, շները բոլորին զիջում են։ Իսկ շան շարժու ձևը միշտ նույն բանն է նշանակում, օրինակ ականջների դիրքը, պոչի շարժումը միշտ նույն բանի մասին է վկայում։ Իհարկե, ասում են մարմնի լեզուն, հա, ռուսերեն ասում են язык тела, հա, մարմնի լեզուն, ինքն էլ խոսուն է։ Ես միանշանակ 200%-ով բոլորին վարքյանական ֆիքսում եւ կարողում եմ կարդալ, այսպես ասած։ Եթե պոչը ուրախ շարժում է, ուրեմն լավ տրամադրության մեջ է։ Պոչի շարժումը ոչ, դա սխալ ինֆո է, մարդիկ սխալ գիտեն։ Դրանք շարժման համար է։ Դա ակտիվության նշան է։ Այդ ակտիվության տակ ինչ է թաքնված, ոչ մեկ չգիտի։ Գիտեմ միայն ես կասեմ։ Դա դեպքում ներողություն խաչիկ։ Ընկերություն է։ Դուք ուզում եք ասեք, որն է ընկերության նշանը։ Այո, երբ որ մարմնի այս վերջի մասով տուտուզիկով կարելի է ասել։ Հետևի մասը։ Այո։ Այս լամբադայի պահը գործում, այո, բայց պոչը ոչ։ Ահա։ Պոչը դա ակտիվության նշան է ուղղակի։ Կարող է պատրաստում եք ծայրով։ Երբ որ հետո սկսում է շարժել, այո։ Դա է ընկերության եւ ինչ որ կոնտակտի սկզբի ինչ որ նշան, բայց ակտիվ պոչը, երբ որ պոչը արագ շունը շարժում է, դա ընդհանրապես ակտիվության նշան է եւ ոչ մեկ չգիտի ինչ կա թաքնված այդ ակտիվության տակ։ Միայն շունը։ Ինչքան բաների մացակ ես շների հետ կապված։ Ես օրինակ հետաքրքիր է, ես հասկանում եմ, դու որ վարժեցնում ես շներին, դու ուզում ես ինչպես ասում են դաստիարակված շնորհքով խելոք շուն դաստիարակես։ Ուրեմն չլինի մարդամեջ անել։ Բայց նաև մենք գիտենք, որ կյանքում, մեր առօրյա կյանքում կան մարտական շներ։ Նկատի ունեմ, կան մարդիկ, որոնք շներին կռվածնում են, չգիտեմ, խաղադրություններ կատարում, գումար վաստակում, ասեմ շների։ Էլի ցավոք սրտի։ Այդ շների վարժեցման մեջ
ինչպես են կարողանում հենց ագրեսիա հա մտցնել, որտեվ տես եթե ասենք անծանոթ մի մարդ շանը վնասվեց, մեկ այլ մարդ լրիվ անծանոթ կարող է ստանալ պատասխանը։ Այստեղ կոնկրետ շանը շան դեմ են ասենք վարժեցում չի, դա վարժեցում չի, նայեք, հիմնականում կռվում են տղաշ ворց շները, հա, իսկ բնության մեջ միշտ ворցը ворցի հետ ունի ինչ-որ հարց բարձաբանելու տարածքային ցանկ աղջիկների հետ կապված ինչպես մեր մոտ է կյանքում եւ այլն է դա վարժեցում չի դա ուղղակի բարուների միջոց հարցեր բարձրելու միջոց հարցեր բարձրելու միջոց է ցավոք սրտի էլի կանք այդ թեմային ես չգիտեմ մի քիչ ես չեմ սիրում շատ քաղաքական ոնց որ ասում են խոսեմ բայց մի տեսակ մեր ուժային կառույցները սիրում են սադիստների ցավոք սրտի եւ ողջունում են սադիստներին որովհետեւ եթե ունեմ հնարավորություն ասեմ հա կարող եմ մի ծաղիկի խանութ կտրոն չխփելու համար այնպես խայտարական են փագեն 10 տակ գրեն որ այստեղ չի տրամադրվե եւ այլն հա դա ընդամենը մեկ կընտրոն եւ ընդամենը մի քանի 100 դրամի վնաս պետությանը բայց սադիստներին որոնք կարող են կազմակերպել շնամարտեր կամ կենթանի շանը դնել թոնիրը եւ խորովել նորմալ է մի 20-30 հազար դրամ դու գանեք ճամփեք թող գնա այ մոտեցումները այո հասկացաք չէ այո սիրտս ցաված դե իսկ երբ քան տարի արդեն դուք զբաղվում եք այդ գործով ես պրոֆեսիոնալ արդեն 10 տարուց ավել 11 կամ 12 տարի եւ բնականաբար շուն ունեք այո բնականաբար շուն ունեմ բայց իմ շունը շատ համեստ մի սովորական ոնց որ ասում են գերմանական հովաշուն է ինձ շատ են ասում ձեր ենթատեքստը ես հասկացա այ մենք պատկերացնում ենք քո շունը չէ իմ շունը հավասար գիտի ստանդարտ այն ամենը ինչ իմ յուրաքանչյուր ուսանող այսպես ասած աշակերտ գերմանական հովաշուտը ավճարկ են հա որպեսզի մարդիկ ավելի լավ հասկանան կարծում բայց հավանաբար հայացքից հասկանում է ամեն ինչ իհարկե մենք ուղղակի ինքը չափից ավել կարգապահ է ու վերջ մնացածը հա մնացածը ամեն ինչ հավասար է ես տարբերություն չեմ դնում այն ուսուցիչը չէ իր երեխան թե աշակերտը ես գիտեմ նաև դեպքեր որ շները հա ավելորդ ծննդի պատճառով գիրանում են եւ դա իրանց համար շատ վտանգավոր է այո Իսկ դրանից ինչպես խուսափել, արդեն դաշունը միշտ ուտել է ուզում, ինչքան որ ես տեսել եմ, հա, ինչպես կարելի է շանը սովորեցնել, հա, ինչպես մարդկանց է, դե ասում ենք սննդակարգ պահեք։ Հիմա շանը ինչպես դա հասկացնել կամ ինչպես տիրոջ պատասխանատվությունն է դա։ Այսինքն քանի անգամ տվեցեք ինքը այդքան է սովորում կամ հասկանում։ Ես միշտ խորհուրդ եմ տալի, ինձ շատ են հարցնում, օրինակ դուք ինչպես եք անում կամ դուք ինչպես կանեիք, ինչպես կկերակրեիք եւ այլն, այդ ամենը կապված է շան կենցաղից, թե ինչ կյանքով, ինչ կենցաղով է շունը ապրում, ակտիվ կյանքով, պասիվ կյանքով, այդ ամենը պետք է հաշվի առնել շան սննդակարգը ոնց որ կազմակերպելուց, շատ կարևոր բան է դա եւ ուղղակի ասենք մի փոքր արդեն ծերություն ապրող շուն ով մեծամասամբ իր ժամանակը անցկացնում է տանը, ասենք միգուցե բազմոցին իր տիրոջ հետ չարժի շատ կերակրել ինչքան էլ որ ինքը ուզում է մենք էլ ենք շատ ուզում եւ այդ խնդիրը ոնց որ ասում են բոլոր նույնիսկ մարդկանց մոտ կա հա այդ գիրանալու խնդիրը ունենալ պասիվ կյանք շատ ուտել եւ այլն կալորիայի դեֆիցիտ միշտ պետքա լինի դա շատ կարեւոր է նախնադարյան մարդը դա ցույց է տվել եւ ապացուցել է որովհետեւ մարդիկ ուտում էին 2-3 օրը մեկ նույնպես շներն էլ այդ հնարավորությունը ունեն իսկ բնությունը իրանց այնպես է ստեղծել որ ստաբիլ ոչինչ չկա բնության մեջ կարող են ուտեն 2-3 օրը մեկ հիմա շատ մարդիկ կասեն թե արի ու դիմացի 2-3 հարցը հուշեց մի հարց միշտ ուզեցել եմ մասնագետի ուղղել երբ տեսնում ես տիրոջ հետ շանը ընդ որում շատ կերած խմած ապահոված
բայց հենց դուրս է գալիս փողոց, ինչ որ բան է փնտրում։ Այո, դա բնազդաբար, իհարկե, ո՞րս է դա։ Ոչ, դա կապ չունի։ Եվ հետո ես միշտ ասում եմ, գումարը երբեք ավել չի լինում։ Շատ չի լինում։ Հետո ես նաև կարծում եմ, որ դե չգիտեմ հիմա լեգենդ է թե իրոք այդպես է, շատ մարդիկ նշում են, պատմություններ են պատմում, որ հիվանդություններ բուժելու համար ժամանակին մարդիկ ուղղակի շանապած են թողել դաշտ, որտեղ նա գտել է, չգիտեմ, այդ բույսը, որով կարելի է ապակինվել, հա, այդ հիվանդության դեմ։ Այսինքն շունը դե բնության ստեղծված էակն է ու բնականաբար ինքը դեղամիջոցներ հաբեր խմելու հնարավորություն չունի, եթե մարդ չկա կողքին կա գնաց։ Ուրեմն ինքը կարող է նաև զբաղվել ինքնաբուժությամբ, հա։ Անպայման, իհարկե։ Ինչպես են դա զգում, այլ թե որ բույսն է, էլի հոտով։ Բնազդներով։ Էլի բնազդներով։ Աստծո կողմից տված Այո, Աստծո կողմից ես դրա համար սկզբից շեշտեցի, որ հրաշք կենթանիներ, շատ հրաշք կենթանիներ, այո, իրանք կարողանում են գտնել, զբաղվել ինքնաբուժությամբ, եւ ես միշտ այդպիսի հումոր եմ անում, ասում եմ, մենք դեղատներից միշտ գնում ենք շատ թանկարժեք, ասենք, դեղորայք, հա, ասենք բուժման համար, իսկ իրանց բերանի խորոչում այդ ամենը կա։ Չէ, իրենք լիզելով իրենց վերքերը լավացնում են։ Եթե փորձեք մի օրինակ առիթ լինի, թույլ տվեք, որ շունը օրինակ ձեզ մի հատ լեզվով դիպչի։ Դուք կտենաք ասենց սոսինձային ինչ որ ասենց զանգվածը ոնց է չորանում, այո։ Այո։ Մենք հիմա շատ հետաքրքիր հարցեր ենք ուղում եւ բովանդակային պատասխաններ ենք ստանում, բայց կա մի ակնկալվում է միջոցառում, որի մասին կուզենայի խոսել, քանի որ շուն պահող եւ շնասեր մարդիկ երևի սիրով կմասնակցեն այդ միջոցառմանը, խոսքը հունիսի 20-ին տեղի ունեցող Դոգֆեստի մասին եք ասում, ես մեկ անգամ եմ ընդամենը մասնակցել, ինձ հրավիրել են ուղղակի տենց զրուցելու Դոգֆեստի, եթե անկեղծ շատ ինֆո չունեմ ես էլ, սա երկրորդ անգամը, մեկ անգամ մասնակցել եմ 23 թվականին եւ հիմա արդեն 26 թվականն է եւ ստացել եմ հրավեր, մեծ սիրով ընդունել եմ հրավերը, գնամ նպատակը Դոգֆեստի նպատակը ցուցադրել շներին։ Ոչ, դա այդքան էլ ոնց որ շների ցուցադրել, եթե ճիշտ գիտեմ, հիմա կասեմ, որ շատ ոնց որ ասում են դիզինֆորմացիա չտամ, հա։ Լինելու է ծառայական շների կարծեմ մի փոքրիկ ցուցադրություն, որը MVD-ի ներքին գործերի նախարարության, այո, այդ ստորաբաժանումն ցուցադրելու ու էլ չգիտեմ։ Ձեզ հեշտինել են, ասենք, պետական կառույցների շներին վարժեցնելու համար վարժեցնել, չէ, վարժեցնել չէ, որովհետև այն ամենը ինչ անում են, օրինակ, մաքսային ծառայության շները, հա, ներքին գործերի նախարարության շները, դա իմ պրոֆիլը չի, ես զբաղվում եմ քաղաքային, իրանք ծառայողական ֆունկցիաներ են, ոնց որ կատարում, հա, դեղ գտնել, զենք գտնել եւ այլն հանցագործներ բռնել, դա իմը չի, բնականաբար կարող եմ, բայց ասենք ձեզ պետք չի, հա, ոնց որ ասում են ծառայությունը, բայց հա, քաղաքապետարանի հողակից դիմել են հաճախ եւ ես սիրով չեմ հրաժարվել եւ լուծել եմ բոլոր պրոբլեմատիկ շների խնդիրները։ Ես հասկանում եմ, մենք ձեր հետ կարող ենք այս թեմայի շուրջ զրուցել մինչև 2070 թիվը, այո, եւ դա անավարտ ես կասեմ, դա անավարտ է, որտեվ ոչ միայն դա ձեզ հետաքրքիր, այլ օրինակ ես հիմա շատ բաներ իմացա, չնայած երիտասարդ չեմ, առավել եւս, բայց իրոք շատ բաներ իմացա, որ հասկացա, որ իրոք շատ բաներ մենք մեզ համար դա տատական, պապական լեգենդներն են, որոնք եկել են ու ինչ որտեղ արմատացել, հիմա հասկացա։ Եվ կա իրականություն։ Մի բան եք ասում տատական, պապական, միշտ ինձ ասում են, ես հակադարձում եմ, որ ասում են շան հետ ընկերություն արա, բայց փայտը ձեռից հետ մի գցի, էլի ես համաձայն չեմ, ասում եմ, եթե այդ փայտը գիտելիքների տեսքով է, ոչ թե ուղիղ իմաստով։ Հակադարձ եմ մեր տատիկներին եւ պապիկներին, շատ սիրելի։ Ասում են դե ալանը տվեցինք եկավ չշան։ Շատ հաճելի էր սրա զրուցելը, մասնավորապես կարծում եմ հիմա մենք ապրում ենք այն ժամանակաշրջանում, երբ մարդիկ իրոք սկսել են շատ զբաղվել կենդանիներով, ոչ միայն շներով, ընդ որում տարբեր կենդանիներով,
դրանք կլինեն փիսիկներ, կատուներ, թութակներ, չգիտեմ շատ։ Հիմա լավ է որ մարդիկ փոխում են, դեպի փնությունը, հա, որտեվ դա բնության ստեղծագործությունն է։ Բնությունից եկած։ Այո, Առաջ իհարկե։ քաղաքում 1-2 վետ կլինիկա կար, հիմա գրեթե ամեն քայլա Դե հիմա որովհետև մարդիկ պահում են, դե պետք է հետևեն ու Շատ լավ բուժեն։ է, շատ ասեմ իդեպ նշեմ շատ լավ երիտասարդ սերունդ ունենք եկող Ես ինչքան գիտեմ, նույնիսկ կան հատուկ վարսավիրներ։ Այո, իհարկե։ Վարսավիրանոստեր Այսօրվա լեզվով կոչվում են լեքսիկոնով ոնց որ ասում են գրումերներ։ Գրումինգ կենտրոններ։ Ընդվորում է գրումերները բավականին թանկ են ասել։ Բավական են։ Այո։ Լավ, դե ժամանակը մոտենում է ավարտին, իրոք շնորհակալություն, շատ հաճելի եւ շատ կարեւոր զրույցի համար։ Հուսանք որ հոկեբան Ռոլանդ Պողոսյանն Ռոլանդ ջան, հուսանք որ այդ քո դաստիարակությունները շատ կլինեն եւ քո նման այսպես համեստ ու գեղեցիկներ կունենանք, մանավանդ որ դու զբաղվում ես քաղաքաբնակչներով։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շատ շնորհակալ։